Ողջույն Արագի նյուզի սիրելի հետևորդներ, այսօր տաղավարում մեզ հյուրընկալվել է դերասան Հայկ Ավրիկյանը։ Ողջույն Հայկ ջան։ Ողջույն։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես եմ ձեզ նաև շնորհակալ, որ ինձ հրավիրել եք ձեր տաղավար։ Նախ միջով անդրադառնալը ձեր դերասանական կարիերային, սկսենք նրանից, թե պատմեք մի փոքր ձեր մասին, արմատներով որտեղից եք։ Ոայ։ Արմատներով պապայի կողմով հին Բայազետից ենք։ Աֆրիկյանները դա մի տոհմա, մի տոհմածառա, բոլոր աֆրիկյանները իրար բարեկամ են։ Մյուս կողմով, մամայի կողմով Կարս, Գյումրի արդեն հետագայում այդ կողմից ենք։ Նաև ունենք Զանգեզուրի կողմից արմատներ։ Մամայի տատիկի կողմով, խոսքով բոլոր տեղերից կա իմ մեջ արուն, վերևի այդքան եք ասում։ Այսպես շատ տարբեր արմատներ ունեք, այսինքն տարբեր ճյուղավորում ունեք, և ներկայացնենք հիմնականում ավելի մանկության շրջանը, ինչպես է անցել ձեր մանկությունը, արդյոք մանկահասակ տարիքում զգացում ունեք, որ դեպի դերասանական կարիերայի ձգտումներ ունեք։ Դե փոքր երեխան չեմ կարծում, որ կգիտակցի, որ ինքը ունի այս կամ այն ձգտումները, դա երևի կողքից ավելի շատ պետք է զգացած լինեն։ Հա, փոքր ժամանակ եղել է նման բաներ, որ ինչ շատ են ասել, որ դու տիպիկ դերասան ես, դու տիպիկ ես, տիպիկ են ես, բայց ես դա չէի հասկանում ինչ են ասում, դերասանը ինչի համար են դա ասում։ Ու երբ որ դե արդեն մեծանում ես, ընթացքում հասկանում ես դա ինչի էր ասվում, ինչի համար էր, այդ ինչա իրանից ներկայացնում, նման բանը, հա, ասած խոսքը ինչի մասին է։ Բայց մինչև դերասանը ես նաև ուզեցել եմ բժիշկ դառնամ։ Բժիշկ դառնամ երկար տարիներ, այդ ուղղությամբ աշխատել եմ, պարապել եմ, տանջվել եմ, բայց շատ պատահական, շատ կյանքի բերումով հայտնվեցի այնտեղ, որտեղ որ պետք էր իրականում, ոչ թե խոսքը վերաբերում է նրա մասին, որ պատահական եմ այդտեղ բան եղել, այլ պատահական ասելով նկատի ունեմ, որ պատահական դա բացվեց, մտածված չէր այդ ամենը։ Խոսենք հենց դրա մասին, թե ինչպես ձեզ ճակատագիրը, թե պատահականությունը տարավ դեպի դերասանական ոլորտ։ Ես ճակատագրին չեմ հավատում, որովհետև ամեն ինչ մենք ենք մեր ընտրության շնորհիվ գծագրվում, ճակատագիրը ասվածը դա չկա, չնայած մարդիկ կան, որ հավատում են դրան, այսինքն ինչին հավատած դա է լինում։ Այսպես եղավ, շատ եմ խոսացել այդ մասին ընկերոջս հետ հետաքրքրությունից ելնելով ցանկություն հայտնեցի, որ գնամ իրենց դասերին ներկա լինեմ մանկավարժական ինստիտուտում։ Աշոտը իդեպ այժմ Միացյալ Նահանգներում է, ողջունում եմ նաև իրան, իմ մանկական ընկերս, այդպես իրենց դասին ներկա գտնվելուց հետո հասկացա, որ չէ ինչ-որ մի բան սխալ է տեղի ունեցել ու ճիշտ է բժշկությունը, կենսաբանություն, քիմիա այդ առարկաների ես ինքս շատ սիրել եմ, շատ հետաքրքրություն եմ գտել այդ ամենի մեջ, բայց ավելի, ոնց որ ասած, ավելի ինձ հարազատ էր այն ինչը, որ ես գիտակից տարիքում արդեն կարողացա հայտնաբերել, գիտակից տարիքում չգիտեի դրա մասին, գիտեի այնքանով որքանով, հա, որ կինո է, թատրոն է, նկարչություն եւ այլն։ Բայց երբ որ արդեն ականատես եղա այդ ամեն ինչին, ներսից, հա, ինքս հասկացա, որ պիտի շուտապույտ ես տեղափոխվեմ այդ աշխարհ, որովհետեւ դա է իմը, ես ուղղակի այդ մասին չեմ իմացել երևի։
Եվ սովորելու ընթացքում ինչպես կարողացաք ձեր հաջողությունները կերտել, քանի որ կար մի շրջան, երբ որ նկարահանվում էիք «Անուրջներ» սերիալում, որը բավականին սիրված էր բոլորի կողմից, եւ շատ հետաքրքիր կլինի ներկայացնեք ինչպես ընդհանրապես հայտնվեցիք սերիալում։ Տվյալ սերիալում թե ընդհանրապես։ Տվյալ սերիալում։ Так. Ուրեմն մինչև այդ սերիալը էլի եղել է սերիալ, որտեղ որ նկարվել է ես, բայց ոնց որ ասած սերիալը ասվածը ինձ համար մի տեսակ խորթ էր դառել, դե այդ տարիներին շատ դերասանների մոտ կար մի բան, հա, որ դե սերիալում պետք չի նկարվել, դա դերասանին պատիվ չի, բան չի եւ այլն, հա, բայց հետո հիմա այսօր իրականությունը լրիվ այլ բան է ցույց տալիս, որ շատ-շատերն են ձգտում սերիալում նկարվելու, շատ խոսացողներ, հա, ովքեր որ ժամանակին սերիալին դեմ էին, բան չնեմ ասելու, գուցե շատ սերիալներ կա, որտեղ որ ոչ պրոֆեսիոնալ մարդկանց պատճառով կադրի հետևում, հա, դերասանների մոտ կա թյուր կարծիք, որոնց համար դա պատիվ չի այդտեղ նկարվել է, ես դա հասկանում եմ, ընդունում եմ ու ճիշտ որոշում է դա։ Ինչպես հայտնվեցի «Անուրջներում», շատ հետաքրքիր էր, այդ ժամանակ նույնպես որ իմ մոտ կար մի բան, որ չէ, դե չեմ գնալու սերիալ բան, բայց կարելի է, բայց չգիտեմ, բան, սենց ինչ որ երկու ժողովրդական ասած երկու քարի արանքում էի, գնամ թե չգնամ։ Հետո համոզեցին ինձ, որ ամեն դեպքում գնամ։ Ես գնացի, այդտեղ համարյա կաստինգը ավարտվել էր ու ինձ երկրորդական մի կերպարի տեքստ տվեցին, իմ խորտ աղբոր դերն էր, Արամի դերը, ասացին դե դերասանը կա, այն մի բոլոր դերասանները համարյա կան, մի հատ դու էլ պրոբա անցի, հասկանանք, թո ամեն դեպքում ինչ որ դեր կլինի, չի լինի, բազայում կլինես, օրինակ, հա, քո տվյալները մենք կունենանք։ Ասի լավ, երևի բանը այսեն պահերից է էլի, որ մենք ձեզ կզանգենք աշխատանքի համար, մտենց ու երբ որ ներս մտա, որ պիտի արդեն վիդեո պրոբա լինի, բոլորը այսպես միաձայն մարկը եկավ։ Անգամ վրացի պրոդյուսեր կար, ինքն էլ ասեց Մարկ пришел։ Դե մի քիչ իմ համար այդտեղ զարմանալի էր, որ դե ինչ Մարկ էլի ամեն դեպքում ես եկել եմ ոչ այս կերպարի համար, եկել եմ սա փորձեմ ու ինձ ասեք տղա ջան, մերսի, շնորհակալություն գնահատում ու վդրուկ Մարկ։ Այդպես փորձեցի նաև Մարկի կերպարից ինչ-որ մի քանի տեսարան, մի քանի բաներ, ասացին, չէ, ինքն է հաստատ։ Այդպես կանչեցին, ասին, որ դու անցել ես, ես էլ զարմացա, ասի, բայց այդ ոնց, դուք ինձ ուրիշ բանի համար եք կանչել, մեկ էլ հանկարծ դու Մարկն ես։ Ու այդպես այդ կերպարը դարձավ իմը, 2 տարի ես ձուլվեցի Մարկ ասվածի մեջ, գուցե նաև Մարկը Հայկի մեջ ձուլվեց, ու Մարկ, այդպես Անուրջները եթեր մտավ, շատ մեծ հաջողություններ ունեցավ, մեծ դիտումներ, ու ասեմ ձեզ, բավականին դաստիարակչական իր մեջ տարեր էր պարունակում, Անուրջներ հեռուստասերիալը, չեմ ուզում մնացածին այսօրվա փնովվել, բայց համենայն դեպս այդ սերիալը ինքը մնաց պատմության մեջ, ինքը մնաց իր լավ կերպարներով, բարի պուպուշ կերպարներով, հա, թե կանանց մեջ, թե տղամարդկանց մեջ, համենայն դեպս բարություն քարոզող տարեր ուներ իր մեջ։ Հայկ, բայց ինչի եք կարծում, որ երբ որ գնաք քաստինգի չեք ընտրվի, այսինքն ինչի էր այդ կարծրատիպը ձեր մեջ։ Իմ տեսակով ես սենց եմ, ինքնակննադատ եմ շատ ինքնակննադատ եմ, ու ինձ թվում է, որ ես միշտ մտածում եմ, որ դե ինձանից լավերը կան, ինչի պիտի հենց, օրինակ, ինչի պիտի ես անցնեմ, այդտեղ շատ ավելի տաղանդավոր մարդիկ կան, ավելի պրոֆեսիոնալ, ավելի բան, ինչի պիտի ես անցնեմ։
այսօր մենք այդ խնդիրը ունենք, հա, մեր հասարակության մեջ, որ մարդիկ իրանց թակավոր են կարծում, չէ՞, շատ-շատերը թակավորությունն է, էլի, բայց որ սկի ծառայել չի, ասենց ասած, իմը այդ հակառակն է այդ պոզիցիան, ես միշտ իմ մասին թույր կարծիք ունեմ ամենայն դեպս մտածում եմ, որ ամեն դեպքում ինչքան էլ լավ կարծիք ունենաս, ինչքան էլ բան, միշտ պետք է մտածես, որ քեզնից լավն է կա, հա, պիտի լինես պայքարես, որ դու պիտի փորձես ձգտես, ձգտումը մեկ այլ բան է, աշխատել պրոֆեսիայի վրա, պրոֆեսիոնալիզմի վրա, դա լրիվ ուրիշ բան է, բայց ունենալ քո մասին շատ վեհ կարծիք, այդ սխալ բան է, չի կարելի, այդ մարդուն կարա կործանի իրականում, դրա համար տենց մտածում եմ, որ եսի մանավանդ որ ասում են կերպարը դերասանը արդեն ընտրված է, արդեն կա տղան, տեղ ընդհանուր առմամբ կործանում ես հույսը, էլի, ոնց որ ասած, որ դե հաստատ դու չես ուրեմն, մանավանդ որ կա արդեն։ Երբ որ սկսեցիք նկարահանվել սերիալում, բնականաբար բավականին մեծ ճանաչում ունեցաք եւ հետևորդների բանակ կար, ովքեր ձեզ սիրում էին, հետևում էին, ինչ էր դա ձեզ համար եւ արդյոք այդ փոփոխությունները ձեզ վրա ինչպես ազդեցություն ունեցան։ Տեսեք, ճանաչված լինելու այդ զգացումը ես միջև անուրջները արդեն ինչ-որ չափով ունեցել եմ, այդ ապրումները, այդ մի քիչ սենց այդ վիճակը, ասեմ դեռ երբվանից, 2003-ից 2008 թվականները մենք խումբ ունեինք, AM Boy Band, առաջին հայկական փոփ խումբն է եղել, շատ ճանաչվել էր ժամանակին 3 տղաներով, ենք տեսահոլովակներ, բան դե գիտեք, այդ ժամանակները շատ դժվար էր տեսահոլովակ նկարելը, ինչ-որ եթեր մտնելը եւ այլն եւ այլն։ Այդ ժամանակ կար արդեն այդ զգացումը ինձ մոտ, հա, ճանաչված լինելու, որ նորմալ է, որ քեզ ճանաչում են, նկարվում են քո հետ, շփվում են, ստորագրություն են խնդրում եւ այլն եւ այլն։ Ու ասեմ, խմբի ավարտից հետո առաջին որպես սերիալ ասված, որ ես նկարվել եմ, դա եղել է Ճակատագրի գերիները, դեռ Արմենիա հեռուստաընկերությունում, Դիանա Գրիգորյանի պրոյեկտներից մեկն էր, առաջին կարծեմ, առաջին պրոյեկտներից էր, եթե ոչ առաջինը, չեմ հիշում հիմա, այնտեղ նույնպես էլի գլխավոր կարելի ասել հերոսի դերն եմ կերտել, ու այդ զգացումը ինձ մոտ կար, այսինքն այդ ապրումը ես ունեցել եմ միջև անուրջները, բայց այն ապրումները, որ ես անուրջների ժամանակ եմ ունեցել, եւ ճանաչողության, եւ կյանքի, հա, կյանք ասվածի այդ կյանքի ապրել, ես երբեք չեմ ունեցել էլ չեմ ունեցել։ Չգիտեմ, դա երևի ամեն մարդու կյանքում լինում են, չէ, իր ապրած տարիների ընթացքում հետաքրքիր փուլեր, լավ փուլեր։ Ես կառանձնացնեմ, որ երևի այդ ամենահետաքրքիր, ամենաքաղցր, ամենահիշվող, ամենամնայուն փուլն է եղել իմ կյանքում։ Այդ շրջանը, այդ 2 տարին երևի թե։ Ну, մի քիչ դրանից առաջ էլ գուցե, բայց համենայն դեպս դա մեղն է եղել, այն գագաթն է եղել, որ երբեք ինքը չի մոռացվում։ Դրանից հետո երկար ժամանակ հիմնականում ավելի լռություն էր տիրում եւ շատերը ովքեր ձեզ բավական շատ սիրում են եւ ցանկանում էին տեսնել հենց էկրաններին, զգում էին ձեր պակասը, որն էր այն խնդիրը, որ դրա պատճառով երկար ժամանակ չէի կարողանում նույն կերպ զարգացում ունենալ։ Վայ։ Պատճառները մի քանիսն են եղել, այդ շրջանում ես անընդհատ չեմ ուզում խոսել այդ թեմայից, բայց ուղղակի ես մի փոքրիկ sense մեջբերում կանեմ, որովհետև արդեն շատ եմ խոսել այդ թեմայով երկար տարիներից հետո, դա փակ թեմա է եղել, ես բացել եմ, հիմա նաև այստեղ կասեմ։ Այդ ժամանակները իմ ամուսնալուծությունը եղավ, ես ամուսնալուծվեցի ու այդ օրվանից սկսված ոնց որ թե կյանքը շուռ եկավ, հարություն աշճանով, ինչ որ սև գիծ ընկավ, հա, ոնց որ կա չէ, ոնց որ մի հատ
ինչ-որ սև բան ես բռնում, այդպես ամեն ինչ թարս գնում է։ Նույնն էլ իմ հետ եղավ այդ, ես հետ չմնացի այդ ամեն ինչից ու այդպես ամեն ինչ թարս գնաց, կարիերայի առումով, անձնական առումով, չգիտեմ, ամեն ինչ վթարի ենթարկվեցի մի խոսքով, այն որ շատ վատ բաներ եղավ իմ հետ ու ասում փառք, որ կամ երևի, չգիտեմ ոնց էր սենց ասեմ, հա, որովհետև շատ ծանր ու դժվարին բաներով եմ ես անցել, մի խոսքով շատ ձախողումներ եղավ, հետո ինձ իմ մոտ արդեն ցանկություն չկար նկարվելու, պրոյեկտներ կար, մերժում էի, հետո երբ որ փոշմանում էի արդեն ինձ չէին հրավիրում, որովհետև երևի գուցե նեղացնում էի մարդկանց, որ մերժում էի։ Մի խոսքով մի փոքր պատժվեցի, երևի մի 10 տարի, ու հետո, գիտեք ոնց, պատիժն էլ է մարդուն պետք, որովհետև երբ որ մենք, չգիտեմ, չենք պատժվում, հա, մեր քիթները չի քսում քարին, մենք խելքի չենք գալիս։ Դե ամենայն դեպս մարդկանց տեսակ կա, որ պիտի դա իր հետ տեղի ունենա, որ խելքի գա, որովհետև մարդկա այտենց էլ խելքի չի գալիս։ Ինչ-որ մի բան պիտի լինի, որ չնայած ինձ մոտ մի խնդիր եղավ, որ ես այդ ամեն ինչի հետ առնչվեցի, ունես չէր ես տեսակով փոխվել էի կամ չգիտեմ այլ բաներ էի օգտակ, չէ, նման բան չկար, ես նույն Հայկն եմ եղել միշտ ու տենց էլ կմնամ, ուղղակի մի քիչ անձնական խելոք չմնացի, ու տենց ամեն ինչ գլխի վայր դասավորվեց, բայց փառք Աստծո այդ ամեն ինչը հիմա կարգավորվել է արդեն։ Այսինքն ձեր տեսակը նախկինում այլ կերպար էր կամ այլ տեսակի մարդ եք եւ եղել է բնավորության հատկանիշներ, որը իրականում խանգարել է ձեր կյանքը ճիշտ դասավորելուն։ Չէ, տեսեք, բնավորության խնդիր չէր այդտեղ, ուղղակի ես շատ էի գլուխ գովում, որ ինձ չեն կարա շեղեն աղջիկները, հա, եւ այլն, որովհետեւ ես ամուսնացած եմ, ես կին ունեմ, ես հավատարիմ եմ, երևի շատ գլուխ գովացի, որ ես շատ հավատարիմ եմ ու ինչ որ այդպես մի բան գլխիս եկավ, վատ իմ հետ կապված, ինքս խախտեցի հավատարմության կանոնը ու շատ վատ պատողներ քաղեցի։ Քանի որ մեզ դիտում են նաև զույգեր, ովքեր ամուսնացած են եւ ունեն այդ խնդիրը, ինչ ընդհանրապես խորհուրդ կտաս այն մարդկանց, ովքեր իրենց հարաբերությունների ընթացքում ունենում են տվյալ իրավիճակները եւ արդյոք դա ինչից է գալիս անհավատարմությունը ըստ ձեզ։ Անհավատարմությունը տեսեք, կարա մի քանի բանից գա։ Հիմնականում նախ առաջ պիտի ասեմ, որ ամուսնությունը ի սկզբանե պիտի կառուցվի սիրո վրա, որովհետև գանք ակունքից Աստված սիրեց մարդուն եւ ստեղծեց։ Չստեղծեց հետո սիրեց հետո ստեղծեց։ Ու նույնն էլ այս հարաբերության մեջ, հա, պիտի Աստվածաշնչում կա շատ բաներ գրված, հենց ամուսնության հետ կապված եւ այլն։ Ու լավ կլինի մարդիկ մի քիչ բաներ կա ուսումնասիրեն նոր քայլ անեն ամուսնության։ Պետք չի համապատրաստից կա չէ, այսպես մի ժողովրդական բան, տունը մնացած աղջիկ, չէ, ավելի լավ է ձեր տունը մնաս, քան թե մի հատ դեգեներատի ընտրես, գնաս այդ դեգեներատի տունը մնաս, դա եւ աղջիկներին է վերաբերվում եւ տղաներին, դրա համար այդ տողից պետք է խուսափել, տունը մնալը որն է, բայց դու չես մնալու, ես չեմ հասկանում այդ, եթե չես հանդիպել, ուրեմն օքեյ, ավելի լավ է այդպես, քան հանուն հարևանի կարծիքի գնաս ամուսնանաս ինչ-որ մի հատ հալամ դուլուլի մի հետ, խոսքի չգիտեմ ինչ ասեմ, ինչ բառեր չգիտեմ, պետք է նախ եւ առաջ տեսեք, շատ զույգերի մեջ չկա ընկեր ասվածը, հա, այսինքն ընկեր, գիտեք ոնց, թե տղան թե աղջիկը իրար պիտի թե գաղտնիքներով, թե կարծիքով պիտի վստահեն իրար։ Կնոջ պետք է սիրել։ Հա, կինը իր տեղը պիտի լինի միշտ։
դա չի քննարկվում, տղամարդը միշտ ուրիշ տեղում է, ու չմոռանանք, որ սկզբից տղամարդն է եղել, հետո տղամարդուս կինը միշտ պիտի հնազանդ լինի ու դա չի քննարկվում, բայց տղամարդն էլ պիտի կնոջը հարգի, սիրի ու այնպես կին պիտի ընտրի, որ իր աշկը դուրս չլինի։ Ու ես խորհուրդ եմ տալի հետեւյալը, որ երբեք հարևանի կարծիքով ամուսնություն թո չլինի, երբեք տունը մնալու վախ թո չունենան, որովհետև մեր կյանքում ասես բան կա, հա, այն ինչը որ մեր ճանապարհին չի հայտնվում, ուրեմն դա ի վերուստ պահված է մեզանից, որովհետև գուցե մենք այդ ճանապարհում լինենք ու ավելի վատ բաներ լինի։ Հիմա որն է լավ, ավելի լավ է ամուսնանաս ու ամուսնալուծվես, թե ընդհանրապես չամուսնանաս ու այդ պիտակը վրեդ չմնա որպես ամուսնալուծված, հա։ Ինձ թվում է ավելի լավ է չամուսնանաս, եթե այնքան որ պիտի հարևանի կարծիքի համար դու ամուսնանաս, դա պետք չի։ Պետք է վստահել, պետք է ուշադիր լինել, թե կնոջ կողմից, թե տղամարդու կողմից, որովհետև ցանկացած մարդ, թե տղա, թե աղջիկ, հա, մենք բոլորս սիրում ենք, որ մի փոքր ուշադրություն լինի, հա, որովհետև այդ ուշադրությունը ծնում է ջերմություն, այդ ուշադրությունը, գիտեք ինչ, մարդը իրան մենակ չի զգում, երբ որ դու ուշադրություն չունես, դու մենակ ես քեզ զգում, անկախ նրանից դու կունենաս շատ ընկերներ, դու կունենաս մեծ շրջապատ, լավ կարիերա, թե ինչ, համենայն դեպս բոլորս սիրում ենք, որ մի փոքր այդ լինի ուշադրությունը, հա, կողակցի կողմից։ Ամեն դեպքում ուշադրություն սեր, ինքնաբերաբար այդ ամեն ինչից հետո բառը ես չգիտեմ, այդ հարգանք ասվածը, հարգանքը կգա, այդ ամեն ինչը կկոչենք հարգանք, բայց եթե չկա սեր, չկա ուշադրություն, չկա ընկերասվածը, հա, ուրեմն այդ ընտանիքը քանդման եզրին է։ Բայց եթե այդ ամեն ինչը կա, ես էլ չեմ խոսում մանավանդ շահադիտական ամուսնություններից, հա, այսօր շատ աղջիկներ կան, որ բանա տղուն ընտրում են պապայով, պապան լավն է, լավ գործի է, տղա են ընտրում, այդպես հետո գնում դժբախտ են դառնում։ Այդ ինչի, պապային ընտրեիր խոսքի էլի, գիժ չես, ասենք դու պապայով տղա ես ընտրում կամ ավտոյով, դե գնա ստացի քո ուրեմն ավտոն է կլինի քո կյանքի ուղեկիցը։ Էլ բողոքելու բան չկա։ Ու այդպես շատ աղջիկներ ամուսնալուծվում են, հետո տենց չասեմ այդ բառերով ընկեր են ունենում, շատ նուրբ ասված, հետո այդ ընկերը հասկանում է, դե լուրջ նպատակներ չի կարա լինի, թողնում է, ու այսպես աղջիկը այս մեկից այն մյուսը, հետո ոնց են դառնում անբարոյականը նա չի մենակ որ փողոցում է լինում, դա էլ արդեն ձեռքից զեռանքն արդեն շատ վատ է, շատ աղջիկա համար, տղայինն էլ է վատ, հա, բայց տղայի վրա պիտակ չի կպնում անբարոյական գրված, հա, բայց կանանց վրա դա կպնում է։ Իսկ ձեր բաժանումից հետո դուք փորձեր արեցիք ձեր կնոջ հետ կապերը վերահաստատելու համար։ Փորձեր շատ եմ արել, շատ, երևի անհնարին փորձերը, այդքան երևի, ինչ ասեմ, դե չստացվեց, ես չեմ կար ասեմ բարին որներ, այս դեպքում, ամենայն դեպս, ասում ինչ ցանում ես, դա էլ հնձում ես, ես իմ ցանածը հնձեցի ու բայց գիտեք ինչ, նաև կյանքում զախողումները շատ անգամ օգնում է, որ դու դասեր քաղես, կյանքը հենց ինք իրանով լավ դպրոց է, մեծ դպրոց է, ամենաուժեղ և մեծ դպրոցը դա կյանքի դպրոցն է, ես կասեի, ու կյանքը մեզ սովորեցնում է, որ գիտեք ինչն էր, այդտեղ կարևոր, այդտեղ մի հետաքրքիր ու լավ բան ես գտա, ինքս իմ համար, չնայած ինչն է լավը, դա ամեն ինչն էլ վատ է, բայց մի լավ բան կա, որն է, որ դու քո մեջ, թե քո խիղճը, թե քո ամոթի զգացումը քեզ ճիպոտում են, ու դու հաջորդը գուցե կյանքում մանր փոքրիկ սխալներ կարող է քո հետ տեղի ունենան, հա, մենք բոլորս էլ մարդիկ ենք ու կարանք սխալվենք, կարանք սայթաքենք եւ այլն, բայց գլոբալ առումով դու այդ նույն սխալը ես էլ երբեք չեմ կրկնի,
ու ինչն է լավ, որ դու դա ուրիշին նայելով չես սովորում։ Կա չէ, այսպեսի մի բան, ասում է, չեմ հիշում փիլիսոփաներից, ով էր ասել, որ երանելի այն մարդը, որ հանճարեղ այն մարդը, որ ուրիշի սխալների վրա է սովորում, բայց ես դրա հետ համաձայն չեմ, որովհետև ինքդ քո սխալների վրա երբ որ սովորում ես, երբ որ դա դու քո մաշկիդ, կաշվիդ, հոգուդ վրա կամ ուղեղիդ վրա զգում ես այդ ցավը, այդ քեզ ավելի է ճիպոտում, ավելի է դա սիրակում, քան որ նայես ուրիշին է, հա, մենք շատ ենք նայում, վայ, եսի սենց վայեն ինենց, բայց երբեք չենք մտածում, որ դա կարա մեր հետ տեղի ունենա, չէ, դե մենք բան ենք, չէ, մենք լավն ենք, չէ, տենց ենք միշտ բանան, բայց հենց մեր գլխին է գալի այդ ամեն ինչ։ Ես այս նույն պատմություններից շատ եմ տեսել ուրիշի մոտ, ու միշտ ասել եմ, օրա դե ոնց են էլի սենց անում, բան, ոնց է սենց ելնում, ու այդ իմ գլխին եկավ։ Դրա համար որ պետքա զարմանալ, ոչ էլ պետքա ինչ որ խնդրին վերևից նայել ու ասել, ոյ, չէ, վայ դու էլ ես անելու։ Պետք չի, դրա համար եմ ասում, պիտի շատ անգամ դու դրա մեջով անցնես, որ հասկանաս այդ ինչա ու դա ուղղելու համար մեթոդներ ինքնաբերաբար ձևավորվում է քո մոտ մեթոդները արդեն։ Նաև երկար ժամանակ այդ ընթացքից հետո ձեզ հիմնականում տեսնում ենք միայնակ, այսինքն նոր հարաբերություններ ձեր հետևորդները չեն նկատել, ինչ է եղել պատճառը, արդյոք չեք կարողացել հանդիպել այն մեկին, ում պետք է հանդիպեք, թե եղել են դեպքեր, ուղղակի չեք ցանկացել հանրայնացնել։ Տեսեք, շատ անգամ ես ինքս չեմ սիրում իմ անձնականը հանրայնացնել, անգամ իմ ինստագրամյան էջը որպես այդպեսին շատ ակտիվ չի, ես չեմ սիրում, որովհետև ամեն մարդու անձնականը դա իր փակ անկյունն է ու ճիշտ չի դա հանրային, ինչի համար ես հանրայնացնում, որովհետև այնտեղ կան տարեր, որոնք որ քեզ հաճելի չի լինելու ու մանավանդ հա այդպես կոմենտ գրողների տեսակ կա չէ ու այդպես կոմենտ գրելով կարան այս բաներ գրեն որ դու հետո նայես ահագին վաղ ստրես ունենաս հա ես չեմ սիրել հա ունեցել եմ անձնական կյանք ունեցել եմ բայց երբեք ես կողմնակից չեմ եղել դա հանրության առաջ դնել, որովհետև դա իմն է։ Ես հանրությանը մենակ թողել եմ իմ պրոֆեսիայի հետ կապված բաներ, հետաքրքրություններ, բայց միշտ աշխատել եմ դրանից խուսափեմ, որովհետև տեսեք մի դեպք ասեմ, մի քանի տարի առաջ հանրային հեռուստաընկերության մի հաղորդում կար երջանկության մեխանիկա Նազանի Հովհաննիսյանի հյուրն էինք այդ հաղորդումը նայելուց հետո անձամբ իմ բարեկամներից մարդ է եղել երբ որ խանութում հեռուստացիցով այդ եթերում կրկնել են մի կին կարծիք է հայտնել հա այս տղան որբանոցից հա որբանոցի երեխա է բան ինչի է որբանոցի երեխա ես այդպես էլ չհասկացա Երևի նրա համար, որ այդ օրը տատիկիս հետ էի գնացել, իմ տատիկին շատ եմ սիրում, այսպես էր, եղբայրս, տատիկս և Ստելան էր, իմ այդ ժամանակվա ընկերուհին էր, թե նշանվել էինք արդեն, չեմ հիշում, կարծեմ նշանվել էինք արդեն, ու իմ ազգակից եղբոր տղային էի տարել, այսպես հետաքրքիր մի համադրում էր դարձել, տատիկս, ես, եղբայրս, ընկերուհիս ու փոքր երեխա, շատ հետաքրքիր, այտենց չէի ուզում, այտենց ընտանիքով, հայր, մայր, բան, հա, այտենց ինչ-որ հետաքրքիր բան լիներ, այդպես էինք գնացել, երևի տատիկին տեսնելով մտածել էին, որ բան է, ինձ տատիկը վերցրել է, ու ինչ-որ տատիկ վերցրել է, ինձ պահել է որբանոցից, դրա համար ես շատ անգամ դեպք էլ եղավ, որ եկեղեցում բանի ժամանակ մի կին ինձ ամոթանք տվեց այդ անուրջների ժամանակ էր ու այսպես շատ լուր, շատ վատ տրամադրված, որ ամոթ քեզ կնգա թողել ես տունը սիրածիդ հետ եկեղեցի ես եկել, որ այ մորքուր, այ տատի ջան, նա կինոս էնի, կինոյա ու սենց շատ կա, շատ դեպքեր կա, որ
պատկերացրեք, այդ հələ հանրայնացած չի, այդ ամեն ինչ է, որ դու դա ցուցադրես, ինչ կկատարվի։ Մարդկանց մեջ շատ տարօրինակ ու աննորմալ տեսակներ կա, որ չեղած բանը անենց կսարքեն, դուք ասես լուրջ, վայ, ոսկի ասենք, ես այդ ունեմ, վայ, ես էսի շտեղն եմ գնացել կամ։ Ես դրա համար միշտ նախ խուսափել եմ, տենց վատ տեղերից, վատ բաներից, չի էլ քաշել, ու հետո աշխատել եմ այդ ամեն ինչը փակ պահեմ։ Ամուսնան լուծվելուց հետո ես ահագին ժամանակ չեմ կարողացել ինքս իմ հետ խաղաղվեմ, ոնց որ գամ այդ մտքին, որ սենց է, ես շատ այդ առումով շատ ուշ եմ ոնց որ ինքս ինձ համոզել, որ օքեյ, այդ անցել է, դա վերջացել է, դա անցյալում է, դա շատ երկար տևեց իմ մոտ։ Բայց հիմա փառք Աստծու, հիմա չեմ բացի գաղտնիքներ, լավ է, հիմա շատ լավ է։ Ստենք ձեր ներկա աշխատանքային process-ին, թե ինչով եք զբաղվում եւ ընդհանրապես ձեզ, քանի որ այդքան էլ հիմնականում չենք տեսնում էկրաններում, ավելի էկրաններից դուրս գործունեությամբ եք զբաղվում, ինչ է իրենց ներկայացնում։ Տեսեք, ինձ մոտ այսպեսի մի բան կա, որ տղամարդը չպետք է երբեք ձեռքերը ծալած նստի, այդպես հայկական, այդ գենետիկան, ինքս տեսեք, երբ որ չեմ ունենում, օրինակ թատրոնում դեր կամ սերիալում կամ գեղարվեստական ֆիլմում դա կլինի, մեկ այլ գործի մեջ եմ, տուրիզմի ոլորտում եմ նաև, որ զբաղվում եմ, գալիս են տուրիստներ, ուղարկում ենք ման գալու մեր Հայաստանում, տեսարժան մեր շատ գեղեցիկ պատմական տեղերով պատտում ենք իրենց, ման ենք տալիս կամ մեկ ուրիշին ենք ուղարկում, զբաղվում եմ դրանով, եթե սերիալ չի լինում։ Իսկ չեք ցանկանում վերադառնալ էկրաններ։ Ցանկանում եմ անցած տարի նկարվել եմ Արմենիա հեռուստաընկերությամբ Մոխրոտի երազներն էր, այնտեղ խաղացել եմ։ Կուզեմ հիմա էլ որ լինի հրավեր, կգնամ ու մեծ սիրով կանեմ այդ աշխատանքը։ Բայց այս ամեն ինչին զուգահեռ ասեմ, որ բացի այս ամեն ինչը, հիմնական իմ աշխատանքը, դա իմ դերասանական դպրոցն է, որը արդեն 13 տարեկան է։ Ես հիմնականում իմ, ոնց որ ասած, կարևոր ժամանակը անց եմ կացնում այնտեղ, այդ ամեն ինչը իմ համար ամենակարևորներից է։ Ամենայն դեպս վերջին 13 տարին ես ինձ ընտեղ եմ գտել իմ երեխեքը, իմ աշակերտները, ուսանողները, այդ պատերը, այդ աշխատանքը, process-ը, դա իմ համար դառել է, կարելի ասել, ամենաառաջինը։ Սերիալ, թատրոն, բնականաբար, հետո նոր այդ տուրիզմի ոլորտը, դա որպես սենց չորրորդ պլան, այսպես որ աշխատանքներ չեն լինում, դա անում եմ նորից, բայց դա կողքից ինքը ինձ անընդհատ զուգորդվում է, այսպես հայավարի ասած կողքից բիզնես ունեմ, էլի սենց ինչ-որ։ Եվ եթե ամփոփենք, ինչ նպատակներ եք նախատեսում իրականացնել, որով կարող եք մեզ հետ կիսվել։ Անձնական կյանքում թե գործնական։ Դուք ընտրեք, թե որն եք ցանկանում բարձրաձայնել։ Կարող եք երկուսի մասին էլ ասել։ Զբաղվում եմ ստուդիայով երեխեքով, իմ մոտի սովորող, երևի այսքանը։ Ու կսպասեմ, տեսնենք ինչ դերեր է սպասվում ինձ առջևում։ Նաև ասեմ, որ մի փոքր փակագից էլ բացեմ, այս տարի նկարվելու է Ջիվան Ավետիսյանի ֆիլմը երկար սպասված, կոչվում է 2020 թվականի հրեշտակները, բայց այդքանը կասեմ, ես այնտեղ ունեմ իմ կերպարը, իմ դերը, շատ հայտնի դերասանուհիներ են զբաղված այդ ֆիլմում լինելու, երևի թե գարնանը արդեն կսկսենք նկարահանումները, շատ մեծ, շատ հրաշալի պրոյեկտ, հրաշալի ռեժիսոր Ջիվան Ավետիսյան ու հրաշալի սաստավ, ու ամենակարևորը մեծ էներգիայով սաստավ, մթնոլորտ, փոխհարաբերություն, շատ հետաքրքիր բան է լինելու, մի քիչ ծանր աշխատանքներ, դժվար,
բարդ, ֆիլմը ամբողջությամբ լավ չեմ ասի, բայց կասեմ, որ 20 թվականի պատերազմի մասին, նաև այդ ժամանակահատվածի բժիշկների մասին է, թե ինչ մեծ գործ, ինչ մեծ աշխատանք են արել նրանք այդ ընթացքում, այսքանը կասեմ։ Դե ինչ եք, շնորհակալ եմ նման անկեղծ զրույցի համար, կսպասենք ֆիլմի ցուցադրությանը։ Ձեզ էլ եմ շատ շնորհակալ, Դամարա ջան, ինձ հրավիրելու ու չգիտեմ մեր զրույցը ինչքանով ստացվեց կամ ինչքանով լավ կամ վատ ստացվեց, ամենայն դեպս ես ինքը շնորհակալ եմ ձեզանից։ Դե ինչ շնորհակալ ենք սիրելի հետևորդներ, կհանդիպենք հաջորդ կիրակի։